Շնորհակալություն, բարձր դատարան, ես կներկայացնեմ։ Ես ներողություն եմ խնդրում, մի ընթացակարգային հարց ունենք, արգելի գործընկերներ, այնուամենայնիվ մենք ֆորմալ իմաստով պետք է քննարկենք նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության ներկայացի բացակայությամբ իսկ շարունակելու հարցը։ Ես խնդրեմ ձեր դիրքորոշումը, շարունակենք, պարոն Խունդկարյան։ Ասած նիստին ներկայանալը կողմի իրավունքն է, այս ներկայացված դիմումից էլ ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Հարությունյանը հայտնում է, որ կուսակցությունը դադարեցնում է իր ներկայացուցիչների մասնակցությունը։ Ներկայացուցիչը ինքը դադարեցնում է ներկայացուցիչների մասնակցությունը, ինչևէ դիմումից երևում է, որ ցանկություն չունեն մասնակցելու նիստին, ուստի եւ դեմ չեմ գործի քննությունը շարունակել նշված կուսակցության ներկայացուցիչի բացակայության պայմաններում։ Շնորհակալություն, պարոն Խունդկարյան, խնդրեմ։ Շնորհակալություն, բարձր դատարան, ես ընդհանրական կներկայացնեմ դիմումը, այնուհետև իմ գործընկերները ավելի մանրամասն կշարադրեն դիմումում ներկայացված փաստարկները։ Բարձր դատարան, այսօր ձեր առջև դրված չէ հերթական ընտրական վեճը, այսօր ձեր առջև դրված է շատ ավելի կարևոր հարց։ Կարող է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին կատարել իր սահմանադրական պարտքը, գնալ ընտրության, քվեարկել, իսկ հետո պետությունը որոշի, որ նրա ձայնն այլևս նշանակություն չունի։ Եթե այս հարցի պատասխանը դրական է, ապա վտանգված է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վստահությունը, որ իր ձայնն արժեք ունի։ Եվ հենց սա է այս գործի էությունը։ Այս գործը Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին չէ։ Այս գործը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքի մասին է, որովհետև իշխանության աղբյուրը ժողովուրդն է եւ ոչ թե պետական մարմինը, պաշտոնյան, ոչ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Եվ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի փոխարեն որոշելու, թե նրա որ ձայներն են կարևոր, իսկ որոնք ոչ։ Այսօր ես այստեղ չեմ եկել խոսելու միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից, ես այստեղ խոսելու եմ ավելի քան 58,000 քաղաքացիների անունից, ովքեր հունիսի 7-ին գնացին ընտրատեղամաս, հավատացին, որ իրենց ձայնը արժեք ունի եւ այսօր իրավունք ունեն հարցնել, ով որոշեց, որ իրենց ձայնն այլևս կարևոր չէ։ Մենք այստեղ ենք, որովհետև այս գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության ամենակարևոր արժեքներից մեկին՝ ժողովրդի իշխանությանը։ Սահմանադրության երկրորդ հոդվածը հստակ ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովրդի իշխանությունն իրացվում է առաջին հերթին ազատ եւ արդար ընտրությունների միջոցով։ Եթե ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ, որևէ թեկնածու կամ նույնիսկ մեկ ընտրող զրկվում է իր կամքի արտահայտման իրական արդյունքից, ապա խնդիրը արդեն վաղուց մեկ կուսակցության խնդիր չի դառնում։ Դա դառնում է սահմանադրական կարգի խնդիր։ Այս գործի առանցքային հարցը հետևյալն է. արդյոք պետական մարմինը կարող է իր իսկ թույլ տված սխալների հետևանքները բարթել ընտրողի վրա։ Մեր համոզմամբ ոչ։ Եվ սա ոչ միայն քաղաքական գնահատական է, այլ իրավունքի հիմնարար սկզբունք։ Բարձր դատարան։ Մեր դիմումը բազմաթիվ խախտումների մասին է։ Այս խախտումները մեկուսացված դեպքեր չեն, դրանք նույն շղթայի տարբեր օղակներ են։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական իշխանության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բռնության, հաշվեհարդարի, սեփականության բռնագրավման, քրեական հետապնդումների մասին սպառնալիքները, ատելության խոսքը, վարչական ռեսուրսի կիրառումը, պետական սոցիալական ծրագրերի քաղաքականացումը, հանրային հեռարձակողի անհավասարակշիռ վարքագիծը, ընտրական մարմինների անգործությունը, ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդումները, բազմաթիվ ձերբակալություններն ու կալանքները եւ վերջապես ԿԸՀ որոշումները, որոնց արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվեցին իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից։ Սրանք առանձին դեպքեր չեն։ Սա մեկ համակցություն է, որը ցույց է տալիս, թե ինչպես պետությունը դարձավ քաղաքական պայքարի անմիջական մասնակից։ Իսկ երբ պետությունը դառնում է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս հավասար չեն լինում։ Երբ ընդդիմությունը մրցում է ոչ թե իշխանության հետ, այլ ողջ պետական ապարատի հետ, դա արդեն ընտրական մրցակցություն չէ։ Դա անհավասար պայքար է եւ այդ անհավասարությունը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության համար, այն վտանգավոր է յուրաքանչյուր ընտրողի համար։ Բարձր դատարան։ Այս գործում կա նաև մեկ սկզբունք, որի շուրջ իրավական պետությունում կասկած չպետք է լինի։ Եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չեն կարող կրել քաղաքացիները։ Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները երկու ընտրատեղամասերում առաջացրել է խնդիր։ Դրա համար պատասխանատու է ոչ Բարգավաճ Հայաստանը, ոչ էլ այն ավելի քան 58,000 քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ։ Այդ քաղաքացիները կատարել են օրենքի բոլոր պահանջները, բայց հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից։ Իրավական պետությունն այսպիսի իրավիճակ չի կարող ընդունել։ Բարձր դատարան, այս գործով դատարանի առջև դրված հարցը շատ ավելի լայն է, քան կոնկրետ քաղաքական ուժի մասնակցությունը խորհրդարանին։
Այսօր դատարանը պետք է որոշի արդյոք ընտրական գործընթացում պետական մարմնի սխալը կարող է դառնալ ժողովրդի կամքը փոխելու գործիք։ Արդյոք կարելի է ընտրությունների արդյունքները փոխել այնպիսի որոշմամբ, որի իրավական հիմքը առնվազն վիճելի է։ Արդյոք հնարավոր է անտեսել օրենքի իմպերատիվ պահանջը վերաքվեարկության կամ ընտրությունների անվավեր ճանաչման վերաբերյալ եւ ընտրել երրորդ ճանապարհը։ Եթե այս հարցերին դրական պատասխան տրվի, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել ցանկացած քաղաքական ուժի նկատմամբ, եւ այդ դեպքում վտանգի տակ կհայտնվի ոչ թե մեկ կուսակցության ճակատագիրը, այլ Հայաստանի ընտրական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը։ Բարձր դատարան, ժողովրդավարությունը սկսվում է այն պահից, երբ քաղաքացին վստահ է, որ իր ձայնը պաշտպանված է, եւ նա վստահ է, որ իր ձայնը չի կարող կորել, չի կարող արժեզրկվել, չի կարող փոխարինվել որևէ պաշտոնյայի որոշմամբ, որովհետև ազգային ժողովի կազմը պետք է որոշվի միայն մեկ տեղում, քվեատուփի մոտ, ոչ վարչական մարմիններում, ոչ աշխատասենյակներում, ոչ պաշտոնական մեկնաբանություններով։ Այդ իրավունքը պատկանում է միայն ժողովրդին։ Այս գործը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ, եթե այսօր ընդունենք, որ հազարավոր մարդկանց ձայնը կարող է պարզապես անհետանալ առանց նրանց նորից ընտրելու հնարավորություն տալու, ապա վաղը նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած ընտրության ժամանակ։ Այսօր խոսքը 3 ընտրատեղամասերի մասին է, վաղը կարող է լինել 30-ը, հետո 300-ը, եւ այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի հարցնել, թե որտեղ կորավ ժողովրդի իշխանությունը։ Ժողովրդավարությունը երբեք չի կործանվում մեկ օրում։ Այն կործանվում է այն պահին, երբ հասարակությունը սովորում է համակերպվել փոքր անարդարությունների հետ, երբ սովորում է, որ մի քանի հազար մարդու ձայնը կարելի է պարզապես անտեսել։ Բարձր դատարան, վերջում ցանկանում եմ ընդգծել հետևյալը. մենք դատարանից չենք ակնկալում քաղաքական որոշում։ Մենք դատարանից չենք ակնկալում աջակցել որևէ կուսակցության։ Մենք դատարանից ակնկալում ենք միայն մեկ բան՝ վերականգնել սահմանադրության գերակայությունը, վերահաստատել, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշվեն օրենքով եւ ոչ թե հայեցողությամբ, որ պետական մարմինները կարող են գործել միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, որ ընտրողի ձայնը չի կարող արժեզրկվել պետական մարմինների սխալի պատճառով եւ որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի կամքը շարունակում է մնալ իշխանության միակ սահմանադրական աղբյուրը։ Շնորհակալ եմ։